Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականություն հաղորդաշարն է եւ այս անգամ մեր հյուրն է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Բարև ձեզ, Տիկին նախարար, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ուրախ եմ։ Դուք նաեւ քաղաքական թիմի անդամ եք, քաղաքական գործիչ եք եւ առաջարկում եմ մեր հարցազրույցը սկսել քաղաքական մի փոքր եկեղեցական այդ թեմաներով։ Լարված է շատ իշխանությունների եւ բարձրաստիճան հոգեվորականների հարաբերությունները, իշխանությունները պահանջում են, որ կաթողիկոսը հրաժարական տա, կաթողիկոսը հրաժարվում է հրաժարական տալուց եւ թե հոգեվոր դասը, թե հասարակությունը կարծեք թե մի փոքր երբեղկված լինեն, մի մասը պաշտպանում է կաթողիկոսին, մի մասը պաշտպանում է իշխանություններին։ Այնուամենայնիվ այս լարվածության եւ աճող լարվածության արդյունքում չէ կարծում, որ մեր երկրում, մեր հանրության մեջ շատ կարեւոր ինչ որ արժե համակարգ է, հոգեվորին ուղղված արժե համակարգ է խարխլվում։ Ես կարծում եմ ճիշտ հակառակը եւ ըստ էության ընդհանուր հանրության մեջ երկփեղկվածություն իմ գնահատմամբ չկա։ Եվ երբ որ մենք դիտարկում ենք, որ ինչպես է ընկալում հանրությունը, լայն շերտերը, ժողովուրդը ինչպես է ընկալում այս process-ները, տեսնում ենք, որ ըստ էության բոլորի մոտ էլ այս հարցերը վաղուց ի վեր կային, բոլորի մոտ էլ որոշակի ուրեմն սկսած հոկտեմբերի 27-ի դեպքերի առնչությամբ ընդհանրապես ընտրության հետ կապված այդ օրվա հետ կապված ծանր նստվածքը միշտ էլ մեր մեջ եղել է։ Եվ ես կարծում եմ, որ ճշմարտության բացահայտումը եւ ժողովրդի կողմից կեղծավորության մերժումը հակառակ էֆեկտն է բերում։ Հանրությունը ավելի համերաշխ է դառնում, որովհետև երբեք կեղծիքը չի կարող հարաբերությունների հիմք դառնալ եւ ամենևին լարվածության առումով էլ ես ժողովրդի մեջ լարվածություն չեմ տեսնում։ Մենք ամեն կիրակի այցելում ենք Հայաստանի շատ տարբեր բնակավայրեր, եղել ենք մարզային, եղել ենք Երևանյան եկեղեցիներում եւ որևէ լարվածություն տեղի բնակչության կամ այդ օրվա պատարագի ժամանակ չի լինում։ Այո, լինում է որոշակի հատուկենտ անձինք, ովքեր որ որոշակի ստադրող նաև վարքագիծ են դրսևորում, դա էլ է նորմալ։ Այո, կարող են նման դեպքեր լինել, բայց ես ճիշտ հակառակն եմ տեսնում, որ մարդիկ հասկանում են, որ Հայաստանում հոգևոր կյանքը այո կարևոր է եւ արժեքները պիտի բոլոր մեր կյանքի ոլորտներում հստակ լինեն։ Կեղծավորությունը մեր երկրում պիտի տեղ չունենա։ Ալեն Սիմոնյան, ազգային ժողովի նախագահը երեկ հայտարարեց, որ հաջորդ պատարագը կամ հաջորդներից մեկը պետք է լինի, մինչև այդ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ արդեն պետք է լինի մայրաթոռում։ Ինչպես եք պատկերացնում դա այնպես, ինչպես Գյումրիում տեղի ունեցավ, որտեղ կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ, ով է այնտեղ պետք է մատուցի պատարագը, պետք է նորից այլ վայրից հոգևորական գա, այնտեղ լինի եւ հենց մյուս շաբաթն եք պատրաստվում, ինչ կա զարգացումներ ունեք դուք։ Վարչապետը չի հայտարարել դեռ կիրակի օրը որտեղ է լինելու այցը եւ որտեղ ենք մասնակցելու Սուրբ եւ անմահ պատարագին, կարծում եմ երբ որ պահը գա կհայտարարի եւ գիտեք այս գործընթացներին էլ պետք է վերաբերվել համբերությամբ, հանգիստ, խաղաղ եւ սիրո տրամադրվածությամբ եւ նորից եմ կրկնում ու շեշտադրում։ Եթե մարդը ներկա է լինում պատարագին, ապա վստահաբար հասկանում է, որ որևէ խռովություն, որևէ հակասություն չկա ժողովրդի պահանջի եւ այն հարցերի մեջ, որոնք որ այսօր վարչապետը իշխանությունը ներկայացնում է եւ ակնկալում է պատասխաններ, չես կարող լռել, երկար չես կարող լռել։ Կաթողիկոսը նույնպես կարող է ձերբակալվել ինչպես 4 եպիսկոպոսները, որտեղ նման կարծիքներ են հնչում, դուք ինչ կարծիք ունեք։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինչ կարծիքներ են հնչում եւ ինչ կանխագուշակումներ են արվում։ Հայաստանում անձի նկատմամբ քրեական վարույթ հարուցվում է եւ իրավապահ մարմինների կողմից որոշակի գործողություններ իրականացվում են, եթե դրա հիմքերը կան եւ այստեղ էլ անկախ նրանից ուրեմն եպիսկոպոս է եղել, ով է
եղել, իշխանության ներկայացուցիչ է եղել, այստեղ էլ պիտի այսպես տարբերակում չմտցնենք, այսօր իշխանության ուրեմն որոշակի պաշտոններ գրավող անձանց նկատմամբ քրեական վարույթներ կան եւ դա է մեր նպատակը, անկախ անձի կարգավիճակից, դա կլինի նախարար, դա կլինի հոգեվորական ուսուցիչ, թե զինվորական, Հայաստանի Հանրապետության իրավակարգը բոլորի համար հավասար է։ Տիկին նախարար, այդ պատարակների ժամանակ, որտեղ վարչապետն է ներկա լինում, մարդիկ քննարկում են, որ շատ բազմություն չի հավաքվում աջակցելու վարչապետին ու հավանաբար նաև դա նկատի ունենալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ վերջերս իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի ռեսուրս, չի կարողանում մարդկանց մոբիլիզացնել եւ որ առաջիկա ընտրություններին դուք կարող եք չընտրվել։ Ուղղակի զավեշտալի եւ ծիծաղալի է, երևի այդ մարդիկ ուղղակի չեն տեսնում թե կադրերը, թե տեղից ուղիղ հեռարձակումները։ Ես դες ասեմ, որ ոչ միայն եկեղեցին է լեփլեցուն լինում, այլ ամբողջ հարակից շրջանն է լեփլեցուն լինում եւ պատարակից հետո նաեւ առիթ ենք ունենում օրինակ Հովանավանքում կամ Արարատի մարզում շուրջը եւ մարդկանց հետ խոսել, զրուցել, ես նաեւ այցելել մեր հրավիրում են իրենց տուն սուրճ խմելու, խոսելու եւ զգում ես թե ինչ մեծ աջակցություն ունի այսօր իշխանությունը, որովհետեւ մարդիկ իրենց կյանքում տեսնում են թե այս տարիների ընթացքում վերականգնվել է իրենց քաղաքացի լինելու արժանապատվությունը, ամենակարևորը եւ իրենց կյանքն է փոխվել։ Ռոբերտ Քոչարյանը թող այդ երազանքներով էլ տարված գնա, դե ինչ անես, մարդը իրականությունից կտրվել է։ Նա ասում է այլ ելք չկա, քան ինքը կմասնակցի ընտրություններին եւ իր դեմքով կմասնակցի ինչպես նախկինում եւ որ ինքը չունի պլան B, քան ձեզ հեռացնելը, որովհետեւ իշխանությունների ռեսուրսը կամ իշխանությունների վարկանիշը այլևս այն չի, որ հաղթի։ Դե դա մի կողմից բան է, մտահոգիչ է, որ այս տարիների ընթացքում արդեն 18 տարիների ընթացքում այդ քաղաքական միավորման, որտեղ իրենք կուսակցություն էլ չեն, տարբեր անձանց միավորում է, դաշնակցական եւ այլ ուրեմն անձանց, որևէ մեկը այդպես էլ չհայտնվեց, որ գոնե նրա դեմքով հանդես գան, դե իր դեմքն էլ մենք գիտենք ինչ էմոցիաներ է արթնացնում մեր ժողովրդի մեջ, այո, իր դեմքով էլ կմասնակցի, բայց ես վստահ եմ, որ 12 այլ դեմքերով էլ կմասնակցեն եւ այսօր էլ տեսնում ենք, որ տեսեք, կլինեն հիմնական դերակատարներ, կլինեն երկրորդային, երրորդային, չորրորդային, սպասեք, հիմա կլինեն որոշակի հանրության մեջ գոնե մի փոքր ճանաչելիություն ունեցող դեմքերին էլ, ուրեմն կընդգրկեն իրենց քաղաքական օրակարգում, բայց դա էլ արդեն չարչրկված մեթոդ է եւ վաղարշապատի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ այս սցենարն էլ արդեն շատ պարզունակ է եւ չի գործում։ Այնուամենայնիվ չունեք մտահոգություն, բարձ սոցհարցումներն էլ ցույց են տալիս, որ իշխանությունների վարկանիշը այնուամենայնիվ անկում է ապրել եւ միգուցե դուք իսկապես ունենաք ամենաշատ ձայները 26 թվականի համապետական ընտրություններին, բայց չհաղթեք եւ կոալիցիոն գործընկեր փնտրելու խնդիր ունենաք եւ փնտրեք եւ այդ բոլոր ուժերի մեջ կարողանաք մեկին գտնել։ Գիտեք, եթե համեմատում եք 2018 թվականի հետ 86-90% վարկանիշը, այո, որոշակի իջեցում եղել է եւ ուղղակի չէր կարող լինել։ Եվ մենք անցել ենք ոչ թե հետհեղափոխական, այլ հիմա նորմալ ընտրական եւ քաղաքական կյանքի տրամաբանության մեջ եւ այսօր էլ մեր վարկանիշը ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մինչ ընտրական շրջանում եւ 2026-ին էլ վստահորեն հաղթանակ տանելու է, որովհետեւ մենք եւ տրամադրություններն են դա ցույց տալիս եւ կատարված աշխատանքի արդեն ցուցադրելիությունը մեզ հնարավորություն է տալիս ներկայանալ մեր ժողովրդին, հայցել իրենց մանդատը, քվեն եւ երբ որ մենք մեր այսպես ժողովրդին ապավինում ենք կատարած աշխատանքը գնահատելու, մեր ժողովուրդը եւ շնորհակալ է եւ տեսնում է թե ամենակարևորը ինչի համար է քաղաքացիական պայմանագիր իշխանությանը կուսակցությանը տվել ձայն 2021 թվականին այդ բարդ իրավիճակում վստահել եւ այն պահանջը, որ դրել է, նա խոստումը կատարել է։ Խաղաղությունն է դա։
միայն խաղաղությամբ եք դուք հանդես գալիս, ուրիշ ինչ ձեռքբերումներ կարող եք ներկայացնել այս անգամ։ Ես կարծում եմ, որ խաղաղությունը անկյունակարայինն է, որովհետև չի կարող լինել այլ օրակարգ, երբ որ չկա խաղաղություն, բայց մենք 2026 թվականին խաղաղությունից բացի ահռելի մեծ աշխատանք ունենք ցույց տալու բոլոր ոլորտներում։ Դա կլինի Հայաստանի տնտեսական զարգացումը, դա կլինի մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, ենթակառուցվածքները, ճանապարհները, դպրոցները, մանկապարտեզները, բժշկական կենտրոնները, դա կլինի առողջության ապահովագրության համակարգը, դա կլինի կենսաթոշակի հետվճարային համակարգը, գիտեք, բազմաթիվ են մեր այս տարիների արդեն ցուցադրելի արդյունքները։ Այդ բոլորին հակադարձում են տարբեր քաղաքագիտական, հանրության, փորձագիտական շրջանակներից, որ կոնկրետ խաղաղությունը բավականին փխրուն է եւ ձեռք է բերել իշխանությունը, ասում են, բազմաթիվ զիջումների արդյունքում, չունենք ամենակարևորը, Արցախը չկա, հայաթափված է, գերիներ ունենք մենք Ադրբեջանում եւ բազմաթիվ նման հակադարձումներ են անում։ Գիտեք, այո, խաղաղությունը փխրուն է, ընդհանրապես միշտ է խաղաղությունը փխրուն, միշտ։ Եվ եթե ժողովուրդները չսովորեն գնահատել, փայփայել եւ պաշտպանել խաղաղությունը, անգամ երկար 100 տարիների բարեկամ ժողովուրդները կարող են կորցնել խաղաղության միջավայրը եւ այո, հենց մեր իշխանության պատասխանատվությունն է, որ մենք չենք թողելու վնասելու այսօրվա ձեռք բերված խաղաղության ընթացքին եւ շարունակաբար խնամելու ենք եւ հաստատուն ենք դարձնելու մեր երկրի խաղաղությունը այս տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենա հնարավորություն զարգանալու, դառնալու տարածաշրջանի գործընկերային երկիր եւ Հայաստանը պիտի դառնա խաչմերուկ, հենց խաղաղության խաչմերուկ։ Անդրադառնանք նաեւ արդեն գանք ոլորտային հարցերին, հետո արդեն ինչպես մեր այս հարցաշարի, հարցազրույցաշարի ֆորմատն է ենթադրում, մի փոքր նաեւ որպես կին քաղաքական գործիչ, որպես ընտանիքի անդամի այդ խնդիրներին։ Տիկին նախարար հունվարի 1-ից արդեն գործելու է համընդհանուր առողջապահական ապահովագրությունը եւ հունվարի 1-ից այն ընդգրկելու է մոտավորապես, եթե չեմ սխալվում, ձեր ներկայացմամբ 1.5 միլիոն արդեն։ Խնդրում եմ ներկայացրեք դա եւ 1.5 միլիոն համարտկանց, որ խմբերն են դրանք եւ աստիճանական կարգը հետագայում ես արդեն հարցերով ավելի կմանրամասնենք խնդիրը։ Այո, 2026 թվականին հիմնադրվում է առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը եւ այն փուլային այսպես արդեն տարիների ընթացքում ամբողջությամբ կներդրվի։ Առաջին էտապով երկու խումբ քաղաքացիներ պետության կողմից ապահովագրվող եւ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացող անձինք կընդգրկվեն համակարգ։ 200,000-ը դա ժողովրդական լեզվով ասած կեղտոտ աշխատավարձ է, թե արդեն հարկված աշխատավարձ է։ Ոչ, մինչ հարկերը հաշվարկված աշխատավարձն է։ Այսինքն մոտավորապես 150,000 աշխատավարձ ստացող արդեն։ Եկեք 200,000-ը այսպես ֆիքսենք, որ հարկերը մեջ է 200,000 դրամ աշխատավարձից ավել ստացողները առաջին փուլով 26 թվականին արդեն կապահովագրվեն եւ մինչեւ 18 տարեկան երեխաները 65+ քաղաքացիները 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող եւ ֆունկցիոնալության գնահատական ունեցող եւ սոցիալապես անապահով խմբի քաղաքացիները։ Այո, այս առաջին փուլով մոտ 1.5 միլիոն մարդ կընդգրկվի ապահովագրության համակարգում, այնուհետև հաջորդիվ 2 տարիների ընթացքում արդեն մնացած բոլոր քաղաքացիները կընդգրկվեն։ Այս համակարգը մեզ հնարավորություն է տալու նախ ավելի ծախսարդյունավետ կազմակերպել մեր առողջության մասին ուրեմն կարիքները եւ ըստ էության անցում կատարել կանխավճարային համակարգի եւ ավելի կանխարգելիչ համակարգի։ Սա է մեր նպատակը, որ մենք մեր առողջության մասին հոգ տանենք,
մշտապես, ոչ թե երբ որ հիվանդ ենք, այլ մշտապես եւ ունենանք տարեկան հետազոտություններ, ունենանք հնարավորություն կանխարգելիչ սկրինինգային ծրագրերից օգտվելու եւ հիվանդությունը հայտնաբերենք վաղ փուլում, չսպասենք, որ այն բարդանա եւ երբ որ ժողովրդի լեզվով ասած դանակը ոսկորին հասնի, նոր դիմենք բժիշկի։ Եվ այս համակարգը այդ նաեւ մշակույթի ձևավորման համար է։ Այդ դեպքում տիկին նախարար, ինչպես պետք է լինի, մենք կանխավճար ենք տալիս, ինչպես դուք ասացիք, ամեն ամիս մոտավորապես 9-10 հազար դրամ, 10,800 դրամ եւ այդ դեպքում մենք կարող ենք անընդհատ մեկը կարող է այդ տարվա մեջ մեկ-երկու անգամ հաճախել հիվանդանոց մեկը կարող է գրեթե ամեն օր ասի ես վճարել եմ եւ ամեն օր դուք պարտավոր եք ինձ ստուգել ինչպես պետք է կազմակերպվի ինչպես պետք է արդյունավետ այս բույսդնումը անցկացվի կամ ի վերջո մեր թոշակառուների դեպքում ինչպես պետք է արվի որ այդ այցերը ստուգումները այդ սկրինինգային հետազոտությունները շատ ավելի արդյունավետ եւ շատ ավելի համապարփակ պետք է լինի որ ցանկացած պահի ցանկացած մեկը չգնա այնտեղ կամ գնան եւ շատ երկար չսպասեն։ Մենք այս համակարգը ոչ միայն ֆինանսական ենք դիտարկել ապահովագրության ներդրման, այսինքն մեզ անհրաժեշտ է այսքան գումար, որպեսզի ապահովագրենք այս խմբերին, այլ մինչ սա շատ մեծ նախապատրաստական աշխատանք է տարվել հենց ձեր ասած բովանդակության առումով։ Մենք ունենք հստակ ծառայությունների ցանկ, որոնք պիտի սպասարկվեն ապահովագրության շրջանակներում։ Այդ ցանկին համապատասխան մշակվել են գործելակարգեր, թե որ հիվանդությունների եւ վիճակների պարագայում է ցուցված ինչ որ մի ծառայությունը։ Եվ այս ալգորիթմներն են, որ հիմք են հանդիսանալու կայուն համակարգ ունենալու։ Այո, ապահովագրության շրջանակում չես կարող ուղղակի որոշել այսօր եւ գնալ, չգիտեմ, գլխի շատ սիրում են մեզ մոտ այդ թանկարժեք MRT հետազոտություն անցնել։ Պետք է լինի հստակ ցուցում, որ պարագայում է հասնում այդ հետազոտությունը եւ այո, ապահովագրությունը այդ ամբողջ ճանապարհային քարտեզը ունի իր մեջ ամփոփած։ Մյուս ուրեմն հարցը դա արդյոք կարող են լինել հերթեր պլանային հետազոտություններ ստանալու, պլանային վիրահատություններ ստանալու, այո, բայց պիտի հասկանանք իսկ ո՞րն է դրա ալտերնատիվը։ Այսօր 65 տարեկան քաղաքացին, եթե ունի աչքերը վիրահատելու օրինակ կատարակտի կարիք, նա այսօր չի կարողանում այդ ծառայությունից օգտվել, որովհետև դա բավական թանկարժեք վիրահատություն է։ Այսինքն մի կողմում ունենք ստանալ վիրահատությունը հերթագրման սկզբունքով եւ մյուս կողմից չունենալ հնարավորություն ծառայությանը ստանալ։ Այստեղ է, որ իհարկե այս համակարգը շատ մեծ ուրեմն քայլ է դեպի ապահով առողջապահական համակարգի եւ մենք սրա վրա պիտի կառուցենք։ Մենք ունենք ինչ-որ չափով մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի առողջապահական անձնագիր, այսպես ասած, որտեվ շատ բարձունակ բան, երբ որ մենք գնում ենք անալիզներ հանձնելու կամ երբ որ մենք գնում ենք հիվանդանոցներ, դա ինչ-որ ընդհանուր համակարգ մտնում է, չէ՞։ Արդյոք այդ ամեն ինչի այդ մեր անկետաների, այսպես ասած, այդ ամեն ինչի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացու համար մոտավոր ինչ-որ առողջապահական անձնագիր ձևավորվել է, որ հետո խնդրահարույց դեպքերում հիվանդանոցներում կամ պոլիկլինիկաներում կարմիր լույսը վառվի եւ այդ կանխարգելիչ միջոցառումները իրականացվի, որպեսզի դրանք հետո հիվանդությունները չբարթանան եւ պետության վրա էլ ինչու ոչ պետության վրա էլ մեծ բեռ չդառնան։ Շատ ճիշտ եք նշում, որ այո, թվայնացումը նաեւ նման համակարգերի ճիշտ գործարկման ամենակարևոր կետերից է եւ մենք ըստ էության այս տարիներին նաեւ հավաքում ենք այդ տեղեկատվությունը եւ հրաժարվում ենք թղթային լրացման տարբերակներից եւ ամբողջ ինֆորմացիան արդեն միայն էլեկտրոնային ձևաչափով ենք անում։ Երևի կհիշեք նույն էլեկտրոնային դեղատոմսերի այդ քայլը մենք որը այդպես էլ կայացավ եւ այսօր էլ գործում է։ Այո, այն ամբողջությամբ 100%-ով չի հետեւում, բայց մենք նաև այդ համակարգը ապահովագրության ներդրումից առաջ արեցինք, որովհետև էլեկտրոնային դեղատոմսով է միայն ապահովագրության շրջանակներում փոխհատուցվելու դեղը։ Եվ այստեղ ինքը արդեն հնարավորություն չունի չկայանալու եւ անձը դեղատունը, եթե էլեկտրոնային դեղատոմսով բաց չթողի դեղորայքը, ուղղակի դրա արժեքը չի փոխհատուցվի նրա համար։ Եվ մնացած կետերով, տեսեք, մենք հիմա մինչև 18 տարեկան երեխաների ամբողջական
բացասական ամբուլատոր քարտերն ենք արդեն թվայնացնում եւ այլևս պետք է հետ չգնանք այդ քարտադարաններ եւ այնտեղ լրացումներ անենք։ Այսինքն մի կողմից արխիվային նյութերը պետք է գան էլեկտրոնային դաշտ եւ մյուս կողմից էլ արդեն այսօրվա տեղեկատվությունը թվային ձևաչափով է կուտակվում եւ այո մենք ունենք մեկ միասնական տեղեկատվական հարթակ, Արմետ հարթակը, որտեղ կուտակվում են մեր ժողովրդի ամբողջական առողջական տվյալները եւ միայն այդ պարագայում է, որ մենք կարող ենք գրագետ վարել ապահովագրությունը, գրագետ վարել հենց բուժօգնությունը։ Եթե մենք չունենանք մարդու հիվանդության պատմությունը, ապա որոշումներ կայացնելը շատ ավելի սխալներով հավանական կլինի, քան թե երբ որ մենք նրա ամբողջ այդ պատմագիրը թվային միջավայրում ունենք։ Դուք երբ որ նոր են ներդրվում, երբ որ նոր են մշակվում ավելի շուտ առողջապահական ապահովագրության այս համակարգը, տարիներ առաջ կարծեք առաջին փուլում չիրականացվեց, չէ, ինչ որ նախապատրաստական աշխատանքներ, հիմա նոր արդեն վերջնական ներդրում եք փորձում։ Այն ժամանակ ես հիշում եմ, ձեր գոլեգաները բարձրաձայնում էին, որ մինչև ներդրումը մենք պետք է պոլիկլինիկաները բավականին բարձր մակարդակի բերենք, պետք է բժիշկներին վերապատրաստենք։ Հիմա շրջելով պոլիկլինիկաները մեր ենք, որ վերանորոգման աշխատանքներ ընթացել են այնտեղ, միգուցե որոշ սարքավորումներ ձեռք բերել են, բայց զուտ մասնագիտական հատվածը, բժիշկների հատվածը, կարծեք փոփոխություն չի կրել, նույն մարդիկ են, նույն գործելավոճն է, ճիշտ է հերթը որոշ չափով վերահսկվում է, դա արդեն էլեկտրոնային ինչ-որ գրանցումներ եւ այլն կան, բայց զուտ բույժ սպասարկման որակը արդեն բժիշկ, պացիենտ այդ շրջանակներում կարծեք մեծ փոփոխություն չի կրել եւ մինչդեռ այս համակարգում առաջնային օղակը դուք ներկայացնում եք որպես պոլիկլինիկաներին եւ բժիշկը իր մասնագիտական որակներով պետք է պատրաստ լինի ուղղորդելու արդեն կամ որ հիվանդին ուղղորդելու, որ հիվանդանոց, որ մասնագետի մոտ, սա խնդիր չի։ Տեսեք, եթե մի օղակ չունի շրջանակ իր գործունեության եւ դրա համար հստակ ֆինանսավորում, այդ ոլորտը չի զարգանա երբեք։ Եվ մի կողմից այո, պիտի նախնական ներդրումներ արվեն, որպեսզի մի մակարդակի հասնենք եւ ինչպես նշում եք, թե կապիտալ շինարարությունների, թե սարքավորումների առումով ահռելի աշխատանք է կատարված։ Արդյոք մենք համալրել ենք մեր ամբողջական առաջնային օղակը? Ոչ, բայց հենց ապահովագրության ճիշտ ճանապարհային քարտեզը դնելով եւ չհրաժարվելով դրանից, մենք բերելու ենք նաեւ ֆինանսական հոսքեր հենց առաջնային օղակում։ Եվ այս պարագայում նաեւ թե ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի աշխատանքի որակն է փոխվելու, որովհետեւ նորանոր լավ մասնագետներ համալրելու են այս օղակում աշխատողների թիվը։ Ներողություն ընդհատելու համար եւ այս դիտարկման համար մեր հանրության մոտ կարծեք թե տպավորություն կա, որ պոլիկլինիկաները համալրվում են հիմնականում այն բժիշկներով, որոնք որ գործ չեն գտնում հիվանդանոցներում եւ որոնց մասնագիտական որակները թողինձներ են իհարկե բոլոր բժիշկները, որոնք գործ չեն գտնում հիվանդանոցներում, նորմալ աշխատանք չեն գտնում։ Գիտեք, գուցե նման զգացում ունենալու պատմական եղել են կոնտեքստներ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ դա իրավացի չէ այդ եզրահանգումը, եւ երբ որ ես շրջում եմ թե ամբուլատորիաներում, թե պոլիկլինիկաներում, ես տեսնում եմ հենց շատ գրագետ ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, ովքեր ահռելի աշխատանք են կատարում, եւ մենք չենք կարող ունենալ մեր բնակչության այս առողջական ցուցանիշները, եթե այս օղակի մասնագետները իրենց պատշաճ աշխատանքը չկատարեն։ Արդյոք կա բարելավման տեղ։ Իհարկե կա։ Մենք շատ մեծ խնդիր ունենք, տեսեք, մեր առաջնային օղակի մասնագիտական միջին տարիքը 50 անց է։ Սա ինչի մասին է խոսում, որ տարիներ այս օղակում նոր մասնագիտություն ձեռք բերողների պահանջարկը շատ քիչ է եղել, բայց մենք սրա տենդենսի փոփոխություններ ենք տեսնում եւ մեր նույն նպատակային կրթական ծրագրերից շատ ավելի արդեն մեծ ցանկություն են դրսևորում մեր ուսանողները գնալու այս ուղղությամբ, որովհետեւ գնահատում են, որ այստեղ էլ աշխատավարձերը բարձրանում են, աշխատանքի պայմանները փոխվում են եւ նույն ապահովագրության շրջանակներում առաջնային օղակի
թերապևտի, ընտանեկան բժիշկի դերը շատ մեծանալու է։ Եվ սա է ճիշտ ճանապարհը, ոչ թե այս օղակին ասես, գիտես, տարիներով ֆինանսական միջոց չենք հատկացրել, չեք հասել զարգացման այն մակարդակին, որ պիտի հասնեինք, եկեք այս ձեր օղակը ջնջենք եւ միայն հիվանդանոցային բուժօգնությունից օգտվենք։ Դա կլինի կատաստրոֆա։ Ոչ մի զարգացած երկիր չունի նման մոտեցում, բոլորը հասկանում են եւ կոവിഡից հետո նաեւ առողջության համաշխարհային կազմակերպության կատարած այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե մենք չուժեղացնենք այս օղակը, մենք չենք կարող խոսել ծախսարդյունավետ բժշկության մասին։ Տիկին նախարար, դուք ունեք գնահատական դատելով մեր բնակչության առողջական խնդիրներից, մեր հասարակությունը, մեր քաղաքացիները ինչ կարգի առողջ են կամ ինչ կարգի հիվանդ են։ Եթե մենք երբեմն արտասահմանից անգամ մահազանգներ ենք լսում, որ արտագաղթի մի մասն էլ չէ, դա առողջապահական խնդիրների պատճառով էր, որ ինչ է կատարվում Հայաստանի բնակչության հետ, ինչու է այսքան շատ բարձր սիրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղային հիվանդությունների եւ մի շարք շաքարային դիաբետիկ հիվանդությունների վիճակը։ Մենք ունենք մոտավորապես պատկերացում, թե ինչ կարգի առողջ է կամ հիվանդ է մեր հասարակությունը։ Դրան պատասխանելու համար պիտի նայենք վիճակագրական տվյալներին։ Հայաստանում 2024 թվականին կյանքի միջին տևողությունը դարձել է 78.6 տարեկան։ Սա տարածաշրջանում ամենալավ ցուցանիշներից է։ Սա կարևոր ցուցանիշ է։ Հիմա գալիս ենք հաջորդ ցուցանիշները՝ հիվանդացության եւ մահացության, վաղաժամ մահացության ցուցանիշները։ Այո, Հայաստանում չբավարարված առողջապահական կարիք կա եւ մարդիկ հետաձգում են իրենց բուժօգնության ստանալը։ Այո, մենք ունենք այդ խնդիրը եւ մենք շատ դեպքերում խնդիրներին անդրադառնում ենք, երբ որ դրանք արդեն բարդ փուլերում են գտնվում։ Բայց վերջին տարիների նաեւ պետական պատվերի ծավալի կտրուկ աճը փոխում է այս տենդենսը։ Մենք գրանցում ենք հայտնաբերելիության աճ մահացության կրճատում։ Սա է հենց այն մեխանիզմը, որով պիտի բարելավենք մեր ժողովրդի առողջական խնդիրները։ Եվ ոչ միայն կյանքի տևողությունն է կարևոր, այլ նաև կյանքի որակն է կարևոր, որ մարդը իր կյանքի ընթացքում հնարավորինս առողջ կենսարկերպ ունենալու հնարավորություն ունենա։ Բայց սա ուղղելու համար միայն առողջապահությանը չեն կարող ապավինել։ Մենք պիտի մեր կենսաձևի փոփոխությանն էլ ուշադիր լինենք։ Հայաստանը ունի շատ վատ ցուցանիշներ ծխելու առումով։ Հայաստանի տղամարդկանց 59%-ից ավելը, 51%-ը ծխում է։ Սա շատ վատ ցուցանիշ է եւ համեմատած տարածաշրջանի հետ։ Սա հանգեցնում է ինչի, որ մենք 70 տարեկանից բարձր մեր բնակչության մեջ կանանց եւ տղամարդկանց հարաբերակցությունը շատ խզված է։ Այսինքն վաղաժամ մահացության առումով մենք խնդիր ունենք տղամարդկանց շրջանում։ Հաջորդը ֆիզիկական ակտիվության շատ պակաս լինելը, գերքաշությունը, ուրեմն սննդակարգին չհետևելը եւ այս բոլոր հանգամանքները արդյոք ծանրացնում են մեր առողջական վիճակի խնդիրները։ Իհարկե, ես դրան շատ նաև ուզում եմ ավելացնել։ Այո, մարդու առողջության վրա ազդում են նաև սոցիալական խնդիրները, ազդում են նաև հոգեբանական խնդիրները, ազդում է նաև շրջակա միջավայրը, եւ այս բոլոր կոմպոնենտները իհարկե շատ կարևոր են հասցեագրել, որ մենք հնարավորինս պահպանենք մեր առողջությունը եւ չունենանք այսպես առողջապահական ծանրացած համակարգ, որը չի կարողանում խնդիրներին ճիշտ ժամանակ հասցեագրի։ Ես հիշում եմ տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը իմ մոտ շատ այսպես ասած ահասարսուր տպավորություն թողեց, ես չեմ հիշում դուք այն ժամանակ նախարար էիք կամ միգուցե փոխնախարար եք եղել, նա հայտարարեց, որ մեր անչափահասների 60-70% առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչ հետազոտություն ունեք այս առումով, ինչի մասն է խոսքը։ Այո, ունեն եւ գիտեք այդ ընդհանուր եզրահանգման բաղադրիչներից է օրինակ մեր դեռահասների գերքաշության խնդիրը։
Եվ այս առումով տեսեք փոքր տարիքում գերքաշությունը բերում է շաքարային դիաբետի ուրեմն զարգացման ավելի մեծ ռիսկերի, բերում է շարժողունակության սահմանափակման, ինչը իր հերթին բերում է հենաշարժողական խնդիրների, տեսողության, մենք նաև առողջությունը ընդհանուր առմամբ պիտի դիտարկենք, չէ՞։ Այսօր մեր երեխաների մեծ մասը ունեն կարճատեսության խնդիր։ Սա ինչից է գալիս։ Նաև ուրեմն այս գադջետների մասսայական օգտագործման խնդիրներն են, եւ մենք պիտի իրականության առերեսվենք ճիշտ դրան արձագանքելու համար։ Եվ կանխարգելիչ հետազոտությունների ծավալի մեծացումը հենց դրան է ուղղված։ Նայեք, մենք երեխաների շրջանում սկրինինգային ծրագրեր շատ ընդլայնել ենք։ Դա վերաբերել է տեսողության, լսողության, վերաբերելու է մի շարք օրգան համակարգերի մասով եւ նորածնայինից սկսած մինչեւ 16 տարեկան մենք այս հատվածում կանխարգելիչ եւ բուժական հատվածը ծավալները մեծացնում ենք հենց այս հարցերը հասցեագրելու համար։ Բացի այդ, դա նաև կրթամշակութային բաղադրիչ է պարունակում, արդյոք դուք աշխատում եք կրթության նախարարության հետ միգուցե կամ դպրոցների հետ այդ մշակույթը տարածելու համար, կանխարգելիչ մշակույթը։ Այո, եւ դա արդեն ինստիտուցիոնալ բնույթ է կրում, ուրեմն առողջ ապրելակերպի կրթական բաղադրիչը դառավ այս նոր չափորոշիչների պարտադիր հատված, եւ մեր երեխաները մանկապարտեզից սկսած պիտի սովորեն բերանի խոռոչի հիգիենան, ատամները լվանալու պարզ սովորությունը, որը թվում է, որ այո, մենք գիտենք դրա մասին, բայց մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ բերանի խոռոչի հիգիենայի առումով մենք լավ ցուցանիշներ չունենք։ Դա վերաբերում է հաջորդիվ մարդու մեծացմանը զուգընթաց, արդեն նա պիտի գիտելիքներ, հմտություններ կարողանա ձևավորի, որպեսզի ճիշտ խնամի, ճիշտ հասկանա իր հետ ինչ է կատարվում առողջական կոնտեքստով եւ սա է ճանապարհը։ Ես ուզում եմ շատ շեշտադրել նաեւ մեր դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի հնարավորության ստեղծմանը։ Մենք նաեւ վարչապետի շատ սկզբունքային այսպես որոշումն է, որ կրթություն ասելով մենք հասկանում ենք նաեւ մարմնակրթություն եւ երեխան դպրոցում պիտի սովորի նաև ֆիզիկական ակտիվություն, որը իր ամբողջ կյանքի համար ներդրում է։ Մեր նոր դպրոցները, մանկապարտեզները այս ստանդարտով են կառուցվում եւ այն տեղերում էլ որտեղ չունենք համապատասխան սպորտ դահլիճներ, առանձին սպորտ դահլիճներ են կառուցվում, որպեսզի այդ, ինչպես ասում եք, առողջության մասին հոգ տանելը դառնա մեր կենսագործունեության շատ կարևոր բաղադրիչը։ Հունվարի 1-ից հետո տոնական օրերը ավարտվում են եւ առողջական խնդիր ունեցող մեր քաղաքացին ինչ է անում։ Լուծելու համար մտածում է, որ ինքը արդեն շահառու է, պետությունն է վճարելու նրա փոխարեն կամ ինքը արդեն վճարում է, գնում է պոլիկլինիկա ինչ որ խնդրի համար։ Ահա նա ցուցում ստացավ ավելի խորքային արդեն հիվանդանոցներում հետազոտվելու, նա պետք է գնա իր ցանկացած հիվանդանոցը, իր համար ցանկալի գտնի իր մասնագետին, թե կան կոնկրետ հիվանդանոցներ, որ կոնկրետ հիվանդությունների դեպքում նախընտրում եք կամ արդեն ընտրված է, որ այդ հիվանդանոց պետք է գնա հիվանդը։ Անձը նախ ընտրում է իր կցագրման պոլիկլինիկան, ամբուլատորիան։ Եթե այսօր անձը ինչ որ մի պոլիկլինիկայում է գրանցված, բայց ուզում է փոխել իր գրանցման վայրը, հեշտությամբ կարող է փոխել։ Դրանից հետո, այո, նրա առաջին այսպես մեկնարկը առողջության մասին հոգ տանելու պոլիկլինիկան կամ ամբուլատորիան է։ Երբ որ նրան այդ օղակում կուղեգրեն արդեն հիվանդանոցային բուժօգնության, վիրահատության կամ այլ հետազոտության, ապա նրան կտրվի ուղեգիր, էլեկտրոնային ուղեգիր, որը բաց ուղեգիր է։ Եվ հաջորդիվ հիվանդանոցային բուժօգնությունից եւս իր նախընտրությամբ է օգտվելու։ Անձն է որոշելու, որ բժշկական կենտրոնից օգտվի
եւ ներկայանալով արդեն ուղեգրիով այդ բժշկական կենտրոն կարող է ստանալ ապահովագրության շրջանակներում համապատասխան բուժօգնություն։ Այսինքն ուղեգրի դեպքում կոնկրետ նշված չի կամ անձը արդեն նախապես պետք չի որ ծանոթի պոլիկլինիկային, որ ես ուզում եմ գնալ այս հիվանդանոցը։ Դա ուղղակի անհասցե ուղղագիր է լինելու եւ որ հիվանդանոց գնա, այնտեղ պետք է որ ընդունեն նրան։ Այո։ Եվ բժշկական կենտրոնները ունենում են պայմանագիր առողջության ապահովագրության հիմնադրամի հետ, ովքեր որ կդիմեն եւ չափորոշիչներին կհամապատասխանեն, այո կունենան եւ դա ըստ էության մեծամասնությունն է, ճնշող մեծամասնությունը մեր բժշկական կենտրոնների։ Եվ արդեն կարող են սպասարկել ապահովագրության շրջանակներում։ Հիմնադրամը դեռ չկա։ Հիմնադրամի նախապատրաստական աշխատանքները մենք իրականացնում ենք եւ որ պահին որ օրենքը ստորագրվեց դա հաջորդ ուրեմն պահին կընդունվի կառավարության որոշումը եւ կհիմնադրվի այս կազմակերպությունը, բայց դուք գիտեք այսօր էլ մենք ունենք պետական առողջապահական գործակալություն, որը այս աշխատանքների նախապատրաստական ամբողջ փուլը իրականացնում է։ Տեսեք, արդեն ներկայացվել է, որ ոչ բոլոր թեկուզ եւ այս թիրախային այն խմբերը, որոնց առողջապահական խնդիրները պետությունն է, խնդիրների համար պետությունն է վճարելու անչափահասների եւ հաշմանդամների, թոշակառուների եւ այլն, բայց այս դեպքում էլ ոչ բոլոր հիվանդությունների, չէ, այս խմբերի ոչ բոլոր այսինքն երեխաների ոչ բոլոր հիվանդությունների համար պետությունը կվճարի, թոշակառուների ոչ բոլոր հիվանդությունների համար կվճարի, օրինակ, որի համար չի վճարի տարածված հիվանդությունների եւ մի այսպիսի խնդիր էլ կա, որ հատկապես այդ չվճարելու դեպքում էլ կամ որ պետությունը արդեն վճարում է, դրանց գումարն էլ բավականին ցածր է, համեմատում են մեր հարևան Վրաստանի հետ, նույն քաղցկեղային ծառայությունների մասով, որ այնտեղ ավելի մատչելի են ստանում որոշ վիրահատությունների դեպքով, որ դեպքերում մենք կարող ենք խնդիր ունենալ։ Տեսեք, նախ ապահովագրության շրջանակներում փոխհատուցման գները մենք բավական մանրամասն աշխատանք ենք տարել, որպեսզի համահունչ լինի այսօրվա ինքնարժեքներին ծառայությունների եւ ըստ էության այն ծառայությունները, որոնք դուրս կմնան ապահովագրության փաթեթից, այո, անձը պիտի շարունակի ինքը վճարի այդ կոնկրետ ծառայության դիմաց կամ ունենա մասնավոր ապահովագրական փաթեթ, որը այդ հավելյալ ծառայությունները կփակի։ Եվ ինչու է Վրաստանում նույն առումով որոշ ծառայությունների պարագայում, այո, գինը մատչելի, որտեղ իրենք տարիներ առաջ են, եթե չեմ սխալվում նաև, տեսեք, իրենք տարիներ առաջ են ապահովագրական համակարգը ներդրել եւ ըստ էության այս խոշոր գնումների շրջանակներում կարողանում են ավելի մատչելի բան ստանալ ծառայության ապահովագրական համակարգի շնորհիվ այո, իհարկե, ես դեղերի օրինակը բերեմ ձեզ, տեսեք տարիներ առաջ, մինչև որ մենք հերցեպտին դեղը չէինք առնում պետական պատվերից, նրա մի սրվակը, եթե չեմ սխալվում, 600,000 դրամից ավել էր։ Երբ որ մենք այն սկսեցինք պետական պատվերի շրջանակներում ձեռք բերել, նախ մենք այն ձեռք բերեցինք մոտ 300,000 դրամի շրջանակներում եւ շուկայում էլ գինը իջավ դրա։ Այսինքն այս պետության կողմից մեծ գնումների ապահովագրական համակարգերի շրջանակներում դեպքում ծառայությունների ինքնարժեքը եւս իջնում է եւ վստահաբար քաղաքացիների համար մեր շատ ավելի հասանելի է դառնալու ապահովագրության շրջանակներում այդ նույն ստենտավորումը ստանալը։ Ապահովագրական տարեկան այդ գումարը որքան է գնահատվում, որը հիմնադրամը պետք է կառավարի։ Տարեկան որքան գումար է կուտակվելու այդ հիմնադրամում։ Առաջին տարվա մեջ ընդհանուր եւ հավաքագրվող եւ պետության կողմից 220 միլիարդի շրջանակներում է լինելու։ Եվ ամեն տարի եւս նվազագույնը 220 միլիարդ։ Եվ ըստ էության, որտեղ հաջորդ տարիներին ավելանալու են խմբերը։ Եվ կարծիք կա, մտավախություն կա, դուք էլ եք առնչվել այդ մտահոգություններին, ձեզ նույնպես նման հարցեր հնչել են, թե արդյոք այդ պետական հիմնադրամը կկարողանա արդյունավետ կառավարել այդ գումարները եւ ոչ միայն արդյունավետ կառավարել, այլ նաեւ միտումներ չներդնել ուղղորդելու այս կամ այն ուղղությամբ այդ գումարները, լինի անաչառ եւ արդյունավետ կառավարում։ Անիֆին են օրինակ բերում, որ Անիֆին ես չեմ անդրադառնա, որովհետեւ Անիֆը լրիվ այլ տրամաբանությամբ, լրիվ այլ գործառույթներ իրականացնում
ներկայացնող հիմնադրամ է եւ քրեական գործն էլ դեռ չի ավարտվել, երբ որ կլինի ավարտուն նոր կանդրադառնանք գնահատելու առումով։ Բայց ուզում եմ նշել, որ ցանկացած հիմնադրամ կլինի նախարարություն, թե պետական կառույց, թե մասնավոր կառույց, շատ կարևոր է դրա նախագծման ընթացքում ստեղծել այդ ստուգման եւ բալանսավորման ճիշտ համակարգեր, որպեսզի այն ճիշտ կառավարվի։ Բացի դրանից պետք է գնահատել այն աշխատանքը, որը որ պետք է պրոֆեսիոնալ անձանց ներգրավենք, որ կարողանանք ճիշտ կազմակերպել։ Հենց դրա համար էլ հիմնադրամի համար հաշվարկված է ապահովագրական ընդհանուր բյուջեի առավելագույն ծախս, դա մինչև 2% ծախսն է, որի շրջանակներով հիմնադրամի պահպանման նկատի ունենք։ Հիմնադրամի էլեկտրոնային համակարգերի, հիմնադրամի պահպանման, հիմնադրամի աշխատակիցների փոխհատուցման եւ այլն եւ այլն եւ այլն։ Տեսեք, շատ կարեւոր է, որ այս նոր հիմնադրամում ուրեմն աշխատող անձինք ունենան բավարար գիտելիքներ, հմտություններ եւ փոխհատուցման ուրեմն շեմ, որ մենք նաեւ պահանջելու հնարավորություն ունենանք։ Եվ մի բան եմ ուզում նշել, որ մենք հիմնադրամի հաշվետվողականությունը բարձրացրել ենք ամենաբարձր կետին, դա ազգային ժողովն է։ Ամեն տարի առողջապահության նախարարը զեկույցով պետք է հանդես գա եւ ներկայացնի նախորդ տարում ինչ է արել հիմնադրամը, ինչքան փոխհատուցումներ է իրականացրել, ինչ առողջապահական ծախսեր է կրել եւ ցուցանիշներ է գրանցել եւ հաջորդ տարվա համար ինչ է բյուջեի շրջանակներում ակնկալում։ Եվ հանրությունն էլ այս քննարկման շրջանակներում հնարավորություն է տեսնելու գնահատելու աշխատանքը։ Այսինքն հիմնադրամը լինելու է առողջապահության նախարարության ենթակայության։ Ոչ, հիմնադրամը լինելու է կառավարությանը ենթակա եւ սա եւս մի շատ կարեւոր, այսպես բոլոր գերատեսչությունների համատեղ ուրեմն վերահսկողության շրջանակներում է գործելու, նախարարության ենթակա չի լինելու եւ ազգային ժողովին էլ հաշվետու է լինելու։ Իսկ հիմա պետական պատվերների դեպքում մենք տարիներ շարունակ առնչվել ենք այսպիսի մի խնդրի, որ տարեվերջին բժիշկները հրաժարվում էին դրանից, հիվանդանոցները, որ եկեք մյուս տարվա սկզբին, որտեղ գումարները սպառվել են։ Հիմնադրամի դեպքում նման խնդիր չի առաջանալու։ Տարեսկզբին, տարեվերջին տարբերություն լինելու է։ Որպեսզի պատասխանեմ, պիտի հասկանանք ինչն է խնդիրը։ Ամեն տարի մենք ավելացնում ենք պետական պատվերի շրջանակը, ծառայություններ ենք ավելացնում, շահառուների խմբեր ենք ավելացնում, երբ որ ավելացնում ենք, մենք չենք կարող կանխատեսել ճշգրտությամբ, թե ինչ հոսք կունենանք։ Եվ այո, այս տարիներին ամեն տարի, երբ որ մենք ունեցել ենք հերթագրման 2 ամիս անցնող շեմ, սկսել ենք ավելացնել պետական պատվերի ծավալները։ Տարիներ առաջ ոչ մեկ չէր խոսում բանին պետական պատվերի վերջի մասին, որովհետև ոչ մեկ չէր ենթադրում, որ կարող է ավելանալ պետական պատվերը։ 2010-ական թվականներին կար այսքան գումար, շատ դեպքերում բժշկական կենտրոնները սպասարկում էին, բայց չէին ստանում այդ գումարները, այլ ստանում էին այդ տարվա բյուջեի գումարները։ Դրա համար սա ոչ թե խնդիր է, որ վերջին 3 տարիներին անընդհատ մեծացնում ենք պետպատվերի ծավալները, որովհետև հերթագրումներ են լինում, այլ սա հակառակը լուծում է մարդկանց փաստացի կարիքները բավարարելու։ Եվ հիմնադրամի շրջանակներում էլ այո, մենք պետք է հերթագրումներով այսպես բերենք բալանսի։ Կլինեն ծառայություններ, որոնք որ հոսքի ուրեմն պարագայում կգնան հերթագրման, այո լինելու են եւ մենք մշտապես շատ պարզ ձևով ակնկալիքները պիտի հստակ լինեն հիմնադրամից։ Անսպառ բյուջեներ չեն լինում եւ պետք է բոլորս հասկանանք, որ ցանկացած ռեսուրս սահմանափակ է եւ դա պետք է գրագետ ու ճիշտ ձևով կառավարել։ Առաջնահերթությունները ինչն է լինելու այդ ռեսուրսը ուղղելու։ Լավ, սեզոնը բացվել է շնչառական հիվանդությունների, ինչ վիճակ ունենք, բացակայությունները շատ են, այսօր դեպքի առնչվեցի, որ 25-26 աշակերտ ունեցող դասարանում ընդամենը 11 հոգի են հաճախել եւ դա արդեն օրեր շարունակ, ինչ վիճակ է դա։
այս դասարանները պիտի անցնեն հեռավար ուսուցման եւ այս մեխանիզմները մենք դրել ենք կրթության, գիտության եւ սպորտի ու մշակույթի նախարարության հետ բոլոր այն դասարաններում, որտեղ որ բացակայության շեմը 10%-ից անցնում են, այդ դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման եւ մենք սա խրախուսում ենք։ Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք անում բացակայությունների ուրեմն պատճառների եւ թվի մասով եւ դպրոցների եւ մեր գործընկերների հետ ուղիղ կապի մեջ ենք։ Այո, ունենք արդեն սուր շնչական վարակների սեզոնային ակտիվացում։ Այս տարի ես կարող եմ ասել, որ այդ ակտիվացման շրջանը մի փոքր ուշ սկսվեց սովորական ընթացքից եւ այստեղ էլ նորից պիտի շեշտադրենք, որ սեզոնային գրիպի ամենալավ պաշտպանության միջոցը պատվաստումն է։ Տեսեք, ես ուրեմն ամենօրյա անընդհատ շփումների մեջ եմ եւ այցելում եմ հիվանդանոցներ, մտնում եմ նաեւ այնպիսի ուրեմն պալատներ, որտեղ կան սուր շնչական վարակ ունեցող անձիկ եւ չեմ վարակվել եւ վարակվելու պարագայում էլ շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեմ հիվանդությունը։ Դրա համար եւս մեկ անգամ առիթ օգտագործելով խրախուսում ենք, որ ռիսկի ֆակտորներ ունեցող մարդիկ առավել եւս անպայման պատվաստվեն։ Շատ լավ, Տիկին նախարար, դուք կին եք, քաղաքական գործիչ եք, նաև բավականին ծանր ոլորտ եք համակարգում։ Դա կնոջ համար ծանր բեռ է, միգուցե դա ավելի ճիշտ կլներ տղամարդը տաներ այդ բեռը, ինչ մենք տարիներ շարունակ ունեցել ենք։ Ինչպես եք զգում ձեզ այդ կարգավիճակում։ Դե գիտեք, ինքնին հարցը արդեն ինձ դնում է անհարմար վիճակում։ Ես ոլորտը համակարգելու ծանրությունը գիտելիքների, հմտությունների, փորձի, կարողությունների հարց է եւ ըստ էության այս բոլոր պարամետրերը սեր չեն ճանաչում, կարող է ծանր ոլորտը համակարգել կին, կարող է համակարգել տղամարդ, բայց այդ համակարգելու համար անհրաժեշտ է այո որոշակի կարողությունների համադրություն եւ չգիտեմ ճիշտ կլիներ թե սխալ, կարծում եմ, որ այստեղ այդ կոնտեքստը դնելը արդեն իսկ ճիշտ չի։ Այնուամենայնիվ խտրականություն դուք զգացել եք ձեր ընկերների շրջանակներում, որպես կին գործչի վերաբերմունքը ձեր նկատմամբ հասարակության մեջ, ինչ-որ խտրական տարր նկատել եք, թե որևէ բան, ամեն ինչ սահուն է։ Ընկերների շրջանում երևի թե չէ, որովհետև նայեք, իհարկե ընդհանուր առմամբ կանանց նկատմամբ խտրականությունը փաստ է, չենք կարող դա ժշտել եւ սկսած ծնվելու պարագայից Հայաստանում այսօր ցավոք սրտի սելեկտիվ աբորտները դեռ իրականություն են եւ աղջիկ երեխան անգամ ծնվելու համար հավասար պայմաններում չի։ Այնուհետև գալիս ենք արդեն մանկապարտեզ, դպրոց, կան արդյոք տարբերակված մոտեցումներ։ Այո, մեր հանրությունը աղջիկների եւ տղաների նկատմամբ ունի տարբեր ակնկալիքներ։ Գալիս ենք հետո համալսարան, արդեն կարիերա, այս этаպներում էլ այո կանայք առնչվում են որոշակի խտրական մոտեցումների հետ եւ սա ժխտելը կնշանակի իրականությունից կտրված լինել եւ ինքը կնշանակի հենց խտրականության։ Եթե ես կարողացել եմ այս этаպները հաղթահարել, դա չի նշանակում, որ չկան խտրականության դեպքեր, բայց նշանակում է, որ այո, դրանք հաղթահարելի են։ Եվ գիտեք, այս տարիների ընթացքում մեր հանրության մեջ շատ մեծ կարծրատիպեր են կոտրվել։ Ուժային մարմինների ղեկավարներ ունենք կանայք, ովքեր այսօր ապացուցում են, որ անգամ այդ ոլորտներում, որոնք տրադիցիոն համարտկային ոլորտներ են, կարևոր չէ սերը, կարևոր են գիտելիքները, հմտությունները, պատրաստվածությունը, էմպաթիան, որոնք վերաբերելի են եւ կանանց, եւ տղամարդկանց։ Դուք նաև կարողանում եք ներկայացնել ձեր աշխատանքը եւ զուգահեռաբար ժամանակ եք գտնում կամ նաև հմտություններ ունեք սոցցանցերում ներկայացնելու եւ ձեր աշխատանքը եւ ինչ որ նորություններ, ինչ որ խնդիրներ ոլորտին վերաբերող, դա ինչպես եք դուք դա ոչ միայն հասցնում, այլ նաև դուք ըստ երևույթին փորձել եք այդ հմտությունները ինքներդ էլ սովորել, ձեռք բերել, հա, լրացուցիչ աշխատանք, լրացուցիչ ջանք։ Այո, իհարկե, գիտեք, ես օրինակ ունեմ բարակ ձայն։
Եվ այո, նաև աշխատել եմ, փորձել եմ ձայնս հղկել։ Արդյոք դա հաջողվել է, ոչ դեռ, դեռ պիտի աշխատեմ։ Ասում եմ, որ ծխեք, ձեր ձայնը կհաստանա, բայց ձայնը կհաստանա, դրան չեք գնա։ Չէ, անգամ դա չի դրթի ինձ։ Բայց ես երգչուհի չեմ, որ իմ ձայնի հանգամանքը դառնա քննարկման առարկա, ես քաղաքական գործիչ եմ եւ համակարգում եմ մի ոլորտ, որտեղ որ ձայնը կարեւոր չէ։ Բայց իհարկե մարդը միշտ պիտի իր կարողությունները զարգացնի, սկսած հանրային հաղորդակցության, որովհետև այսօր քաղաքական գործչի համար շատ կարևոր է հանրային հաղորդակցությունը ոչ միայն ուղիղ, այլ նաև հենց սոցիալական ցանցերի միջոցով եւ եթե դու չես տեղեկատվություն տրամադրում, ապա այդ դատարկությունը լցվում է այլ բաներով, լցվում է կեղծ լուրերով, լցվում է մանիպուլյացիաներով եւ ես էլ վերջերս մտածում եի թե ինչու են նույն լրագրողները շատ են հարցնում ինչու եք այդքան ակտիվ հաղորդակցության մեջ, կարծես այսպես նաեւ կշտամբելով հասկանում եմ որ դա նաեւ կարեւոր է արդյունքի առումով մենք առողջության ապահովագրության բարդ համակարգ ենք ներդնում եւ եթե անընդհատ սրա մասին չխոսենք, չհաղորդակցվենք, հարցերին չպատասխանենք, կգա մի օր կներդնենք եւ բոլորի նույն հարցը կհնչի, բա մենք հիմա ինչ պիտի անենք, բա ոնց պիտի անենք, այնպես որ սա էլ մեր աշխատանքի մի մասն է։ Շնորհակալություն, Տիկին նախարար։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի կանայք եւ քաղաքականությունը շարքի հյուրն էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։